Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 20։ Դու ծածկում ես նրանց քո երեսի ծածկույթովը մարդի դավաճանությունիցը, դու թաքցնում ես նրանց քո խորանի մեջ լեզուների հակառակությունիցը, Սաղմոս 31-րդ գլուխ 20-րդ խոսք։ Մեկ այլ ցանկություն, որին սատանան խնամքով սնուցում ու փայփայում է, հպարտությունն է։ Մարդ իր էությամբ ցանկանում է ինքն իրեն Աստված լինել, թեև հենց այդքան բարձրանալու փորձի պատճառով էլ ընկավ։ Եվ ցանկացած ուսմունք, որը մարդու մեջ իր անձի վերաբերյալ բարձր կարծիք է ձևավորում, հաճելի է նրան։ Եվ հենց դա էլ իր հերթին ծնել է մի շարք վտանգավոր մոլորություններ, պելագիականությունն ու կիսապելագիականությունը, որոնք մարդկային բնությանը վերագրում են սեփական ուժերով կանգնելու կարողություն եւ մարդուն համոզում, թե նա կարող է ինքնուրույն գալ դեպի Քրիստոս կամ գոնե որոշ փոքր արտաքին օգնությամբ առաջնորդող ձեռքի կամ խրախուսող փաստարկի միջոցով առանց հոգու մեջ Աստծո արարչագործ զորավոր ներգործության։ Մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել, թե որքան հեշտությամբ են մարդիկ ընդունում նման խոսքերը։ Եթե մի վարպետ ձեզ ասեր, որ ձեր տունը փտած է եւ պետք է այն ամբողջովին քանդվի եւ նոր նյութերով վերակառուցվի, իսկ մեկ ուրիշը ասեր, այդքան էլ վատ չէ, այս գերանը դեռ ամուր է, այս պատն էլ կարող է մնալ, մի փոքր ծախսը բավական կլինի ամեն ինչի կարգի բերելու համար, ապա զարմանալի չէր լինի, եթե դուք լսեիք նրան, ով ձեզ ամենաքիչ ծախսի եւ դժվարության առաջ կկանգնեցներ։ Քրիստոսի հավատարիմ ծառաները, հիմնվելով Աստծո խոսքի վրա, մեղավորներին ասում են, որ մարդն իր բնական վիճակում ապականված ու փտած է, որ հին շինվածքից ոչինչ պիտանի չէ եւ անհրաժեշտ է, որ ամեն ինչ նոր դառնա։ Բայց ահա գալիս է մի արմինական ու սնուցում է մեղավորի հպարտությունը ասելով, որ նա այնքան թույլ կամ այնքան չար չէ, որքան մյուսն է ներկայացնում։ Եթե կամենաս, կարող ես ապաշխարել եւ հավատալ, կամ գոնե քո բնական կարողությունները գործադրելով կարող ես Աստծուն մղել, որ ավելացնի այն, ինչ քեզ պակասում է։ Եվ դա հենց այն չակերտյալ վարպետն է, ով ամենից շատ գոհացնում է հպարտ մարդուն։